Հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Եկել եմ այսօր ձեզ համար նկարելու պամիդորի տերևների մաքրման process-ը։ Հիմա տեսնենք ինչպես են մաքրման աշխատանքները կատարում։ Որ տերևներն եք մաքրում։ Հիմնականում մաքրվում են այն տերևները, որոնք կպնում են հողի մակերևույթի եւ այդպիսով կարող են սնկային հիվանդությունների առաջացման ռիսկը մեծացնել։ Ինչպես տեսնում եք, մաքրվում է մինչև պտուղի հատվածը։ Պտուղի տերևը մնում է։ Քանի որ պտուղները դեռ չեն հասունացել, պտուղի տերևը պարտադիր պետք է մնա, որովհետև տերևի օգնությամբ է բույսը կարողանում սնունդ ստանալ։ Իհարկե արմատներով, բայց տերևները օգնում են, որ ավելի լավ սնունդը յուրացվի։ Բերքը արդեն որոշ չափով մեծացել է, ահա, կարող եք տեսնել։ Սա պտուղներն են։ Ջերմատունը պարբերաբար սրսկումներ է արվում ջերմատանը հիվանդություններից պաշտպանելու համար։ Ահա, սիրելի հետևորդներ, մաքրման աշխատանքները կատարվում են։ Այսպես։ Նաև վերևի հատվածներում մաքրվում են այն տերևները, որոնք պտուղի հետ գործ չունեն, սակայն քանի որ խիտ են, պոմիդորը ինքնին արդեն իսկ բավականին մեծացել է եւ խտացել է միջակայքը, ուստի անհրաժեշտ է, որ մեջտեղի հատվածներից նույնպես տերևներ հեռացվեն։ Սա կօգնի, որպեսզի օդափոխանակությունը լավ կատարվի ու բույսերը հիվանդություններ չստանան։ Սիրելի հետևորդներ, կարող եք տեսնել, որ թմբերը, որոնց վրա որ քայլում ենք, բավականին լայն են։ Սա օգնում է նաև օդափոխանակության կատարմանը, լավ օդափոխանակությունը օգնում է նաև բույսին, որ շուտ հիվանդություններ չստանա, սնկային հիվանդություններ չստանա, ջերմատունը օդափոխվում է, բաց են եւ օդերը վերևի հատվածներում եւ պոլիէթիլենային թաղանթներն են հեռացված մեկը մյուսից, այդպիսով ներքևի խոնավությունը փորձում ենք հեռացնել, հանել ջերմատան միջից։ Այսքանը բույսերը ընդհանուր առմամբ շատ լավ վիճակում են գտնվում, ներքևի հատվածներում պտուղները կարող եք տեսնել, լավ պտուղները ձևավորվել են, առողջ պտուղներ են։ Այսքանը, սիրելի հետևորդներ, եթե հարցեր ունեք, կարող եք գրել պոմիդորի սրսկումների հետ կապված, մշակության հետ կապված, փորձեմ պատասխանել ձեր հարցերին։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Այսքանը, դե ինչ լավ մնացեք, կհանդիպենք։